Լսի սերով, դու լրիվ ես ցնդել։ Ինչի՞, որ ճիշտն եմ ասում, ուրեմն ցնդել է։ Ինչն ես ճիշտն ասում։ Մտածում այդտեղ ութ հետ կռվել եք, այդ լակոտն էլ բողոք-մողոք է գրել քո վրա։ Լսի, իմ Միշան արժանապատվություն ունեցող կարգին տղա է։ Ու հաց ու պանիրը քեզ չի փրկի, որ իրան հասնես։ Դաժե տենց։ Լսի, կարող է տղեդ քեզ ճնշում է։ Եթե ճնշում է ինձ ասա, ես քեզ պատժկա կանեմ։ Ուրեմն լսի քեզ ինչ եմ ասում։ Ու մտքիդ մեջ մի քանի անգամ կկրկնես, որ չմոռանաս հանկարծ։ Ես առաջվա սերուփը չեմ քո համար։ Չափդ ճանաչի։ Ու քեզ թույլ չեմ տա, որ բերանը տափր-ցփր բացես։ Հասկացա։ Փաստորեն դու ուտող ուրացող մարդ ես։ Այն ժամանակ, երբ որ սոված էիր, կողքդ մարդ չկար, ես էի հաց բերում, որ սովից չմեռնես։ Չէ, դու անարժանի մեկն ես։ Չարժեր քեզ այսքան երես տալ։ Հարամուրներեն հացը, որ բերել ես, ես էլ կերել եմ։ Բայց դրա փոխարեն դու հազարապատիկը, տոնչի չէ, լավ էլ միլիոնապատիկը ավել տարել ես։ Էդ ինչ եմ տարել։ Էդ ինչ ես ունեցել, որ ինչ էլ տարել եմ։ Դու շատ լավ էլ գիտես ես ինչ նկատի ունեմ։ Էսա բան չմնաց։ Հերթով քո կեղտոտությունները բացահայտելու եմ։ Լսի, այ խփնված բիձա։ Խելքդ լրիվ ես գցել։ Այդ բառերիդ համար արժեր մի հատ բերանը ջարդել։ Բայց հույս չունենաս։ Ես ձեռքերս քո վրա չեմ կեղտոտի, այլ լակոտ։ Լսի, տենց օդի մեջ խոսալով չի։ Ասա տենամ էդ ինչ պետք է բացահայտես, որ ստեղ հենց պատասխանները տան։ Ես քեզնից պատասխան չունեմ ստանալու։ Ժամանակը որ կգա, համապատասխան տեղում համապատասխան մարդկանց մոտ պատասխան կտաս։ Չէ, քո գլուխը հաստատ քորա գալիս։ Շուշան, բայց նարնջ եկա։ Չէ, Միշասոյի հետ ինչ-որ բան էին գրում, ասաց չսպասես, ինքը հետո կգնա տուն։ Ես գնացի։ Սպասի Մարի ջան, այսա երեքով կքայլենք վայ։ Ինչ ուրախ եմ, որ հաշտվել եք։ Ճիշտ ասած ես չէ էլ վիճել, որ հաշտվեի, բայց հուսանք այս դեպքից հետո Մարին կհասկանա, որ ինձնից պրծում չունի։ Ինչ էլ ինքնավստահ ես ասում։ Հա, բա, որովհետև գիտեմ ինչ եմ ասում։ Դու ինձնից պրծում չունես, Մարի ջան, ես քեզ երբեք բաց չեմ թողելու։ Էրիկին հիշեցի։ Նույն խոսքերն էլ ինքն էլ միշտ ինձ ասում։ Շուշան, ճիշտ ասած ես մինչև հիմա չգիտեմ Էրիկը ինչի է գնացել, բայց վստահ եմ, որ իր կամքով չի գնացել։ Ու ուզում եմ դու էլ համոզված լինես, որ իր համար չափազանց ծանր է քեզնից հեռու ապրելը։ Գիտեմ, իմ համար էլ է շատ ծանր մեր բաժանումը։ Դրա համար էլ չեմ ուզում, որ իմ երկու հարազատ մարդիկ իրարից հեռու լինեն։ Ինչպես միշտ, իմ հարցերը դուք բոլորդ լուծեցիք։ Դե, եթե դու չես ուզում լուծես, մենք քո փոխարեն կանենք։ 100%։ Հա, տատի։ Հասկացա, լավ։ Այսօր ոնց որ բոլորդ որոշել եք գրոհ եք, հա։ Սկզբում Միշոն, հետո դու, հիմա տատին, մնում է մաման մի բան մտածի ու վերջ։ Չգիտեմ ինչի մասին ես խոսում, բայց եթե դրանից վերաբերմունքդ կփոխես բոլորիս հանդեպ, շատ լավ է։ Տատին ասաց, որ մամատ մեր տանն է, գաս մեր տուն։ Դե եկեք ես ձեզ ճանապարհեմ, հետո կգնամ են գործերով։ Մենք կգնանք։ Մարի ջան։ Արի գնանք։ Էլ է։ Հա, ես եմ։ Ու այդքան էլ հյուր չեմ։ Նենց որ ձեզ ազատ զգացեք ձեր տանը։ Հա, ոնց ասես։ Լիճան գիտեմ, որ մի քիչ լավ չես զգում, բայց մի հատ ինձ թեյ պատրաստի էլի։ Մենք էլ էս գաթայից կուտեմ։ Սոված եմ մի տեսակ։ Թեյ կտամ, բայց գաթա չունենք։ Ոչ չունենք, բա ինչ է։ Էլի նույնն եմ հյուրասիրել, չես տեսնում։ Հա, բայց այդ ամբողջ ուտելու ես էլ, հա։ Հա, բան չեմ։
Դե ինչ ասեմ, անուշ լինի։ Լավ, դե ուրեմն ես էլ եմ մրգային աղցանից կուտեմ։ Էդ էլ ա վերջացել։ Էդ էլ ես եմ կերել։ Ոնց։ Բա վերջը։ Լիդ, կարող է Սարնայանում պաղպաղակ լինի։ Մտածեք, որ հիմա չուտեմ կգժվեմ, էլի պետք է ուտեմ։ Հեսա տեսնեմ ինչ ունեմ։ Միրապ, սպասի։ Դու նստիր ինձ ջան։ Էլեն ջան դու վեր կաց։ Ինչի՞ համար։ Ոնց ինչի՞ համար։ Ինչ եկել ես, ինչ կա չկա կերար։ Հələ շարունակում ես ուտել։ Լավ, բա մեկ ինչ ենք ուտել։ Դե լավ կարող է։ Ընկերուց դեպրեսիայի մեջ է։ Անկերուց դեպրեսիայի մեջ հասկացանք, բա մենք ինչի մեջ ենք։ Վեր կաց Էլեն ջան, վեր կաց գնամ երևար մի բան պատրաստ ուտել։ Էլեն ոչ մի տեղ էլ մի գնա։ Ես հիմա կպատվիրեմ, սա քիչ պատմություն։ Չէ, չսպասի, ոնց։ Ինչ եկե չեկե ուտում ա։ Էլեն ջան, վեր կաց, գնա խոհանոց, այն դու են խոհանոցը։ Մեր համար մի հատ համը բան պատրաստի ուտենք։ Լավ, ես մի կտորն ուտեմ ու գնամ։ Էլեն ջան, վեր կաց։ Գնա Էլեն ջան, դու այդքանը ոնց ես տեղավորելու։ Լավ, գնամ։ Ես որ եկա իմացա սանի պետքայանից է եկել։ Հələ դու մի ասա Սոմալիից է։ Էլեն կարողա ծարավես։ Հեչ։ Գժանոց։ Աչքով չտանք, հա, ումուրդ բացվել է, կարո։ Ձեզերը մենակ հումորը չի բացվել։ Երկարացնում ես արդեն։ Էլեն։ Բայց ոնց որ իրոք ծառավ էր։ Հեն, վայ։ Այդքան ես էլ ուտեմ, ես էլ կծարավանամ։ Հա, դե ուշադիր լսի, որ կարողանաս հարցից ճիշտ պատասխանես։ Ուրեմն ես գալիս եմ ձեր տուն, դու հիմա արագ մտածի ու ասա ինչ բերեմ, ինչա սիրտդ ուզում։ Սիրտս ուզում է, որ դու չգաս։ Այս ինչի ուրընկալ մոտեցումը։ Հա, շարունակի, ուրեմն մանգո, գիլաս, ավոկադո, վարունգ լոլիկ, էլ շարունակի։ Բան ես կատակ չեմ անում։ Եթե քեզ թվում է ես եմ կատականում, չարաչար սխալ գնաս։ Բան անկեղծ շատ հոգնած եմ, ծանր օր եմ ունեցել։ Ու հյուրեր ընդունելու տրամադրություն չունեմ, համել մենակ չեմ, նախշունը մեր տանն է, Շուշին էլ է հիմա գալու։ Ահա, ավելի լավ։ Ուրեմն կգամ, հա մամայիդ կտեսնեմ, համել նախշունին, վաղուց չեմ տեսել իրանց ու շատ կարոտել եմ։ Ես չեմ հասկանում, դու հատուկ ես անում։ Չէ, արևս։ Ուրեմն ես կարամ քեզ սիրելով, քեզ հարգելով ինչ-որ բան անեմ, բայց ոչ թե քո ինադու։ Բայց դու ինչ եզակի բռի անձնավորություն ես։ Հա, ճիշտ ես, իմ էքսկլյուզիվ լաչար։ Ու վստահ եմ, որ քեզանից այս երկիր մոլորակի վրա երկրորդը չկա։ Դու միակն ես ու համել իմն ես։ Անտաշ։ Ջան, հիմա ինչ ես ասում, ինչ բերեմ։ Թե ձեռս տակ ինչ ընկնի, հավաքեմ գամ։ Ոչ մի բան էլ պետք չի, որովհետև եթե նույնիսկ գաս դուրը չեմ բացելու։ Դե դուրը կարաս չբացես, բայց այս ամառվա շոկին պատվանը դժվար փակես։ Բան խնդրում եմ, թույլ տուր գոնե այսօր քեզանից հանգստանամ։ Ոչ մի դեպքում մոռացի։ Կամ Մուհամեդն է գալիս Սարի մոտ, կամ Սարը խելոք կուկուշ հագնվում է, պատրաստվում է, որ գա Մուհամեդի մոտ։ Փաստորեն քեզնից այսօր ոչ մի կերպ չեմ կարող ազատվել։ Ոչ այսօր, ոչ վաղը, ոչ էլ առհասարակ երբևէ։ Օքեյ առ։ Ջան, հա, սիրունս, ուրեմն տես, ունես 20 րոպե ժամանակ, ես 20 րոպեից կլինեմ ձեր բակում։ Եթե հանկարծ դու դրսում չեղար, ես եմ մտնում ներս ու մինչև օրվա ավարտ մնում եմ ձեր տանը։ Հենց որ մտածի։
երկար սպասեցիր կներես։ Ոչինչ, նորմալ է, բոլոր աղջիկները առաջի ժամադրության ժամանակ միշտ ուշանում են։ Իսկ դու ինչ գիտես բոլոր աղջիկների սովորությունների մասին։ Երևի շատ ընկերուներս հա ունեցել։ Չէ, գրքերում եմ կարդացել։ Հետաքրքիր է, այդ որ գրքերում են տենց բաներ գրում։ Չգրված։ Ես քեզ լուրջ եմ հարցնում։ Հայերևի սրտիդ հարցն ես տվել, միջև պատասխանը չլսես չես հանգստանա, չէ։ Դե եթե հանդիպել ենք, ուրեմն քո մասին պետք է ամեն ինչ իմանամ։ Ախր հենց իմ մասին ամեն ինչ իմանաս, հետաքրքրությունդ կկորցնես։ Դրա համար խորհուրդ եմ տալի իմդ աստիճանաբար ծանոթանաս։ Դե արի սկսենք հենց այն հարցի պատասխանից, որը հենց նա տվեցի։ Չէ, շատ ընկերուներ չեմ ունեցել։ Կարաս հանգիստ շունչ քաշես։ Իսկ քանի ընկերու ես ունեցել մինչև ինձ հանդիպելը։ Դե մի։ Իսկ շատ ես սիրել։ Եթե շատ սիրեի, հաստատ այս վարդը քեզ չէի նվիրի։ Վախ ինչ լավն է։ Որտեղից իմացար, որ վարդեր շատ եմ սիրում։ Հորոսկոպդ եմ կարդացել։ Բայց մենք այդ մասին չենք խոսացել, որ քեզ ասեմ ես ինչ կենթանագերպի տակ եմ ծնվել։ Դե այդ մասին խոսալ ընդհանրապես պետք չէր։ Հենց առաջի անգամ հանդիպեցի քեզ, հասկացա, որ կարիճ ես։ Ես հենց հիմա կնեղանամ ու կգնամ տուն։ Ախ, չես կարա։ Այդ ինչի։ Դե որովհետև դու արդեն իմ մասին շատ բան գիտես։ Հա, բա ինչ։ Գիտեիր ամեն մեկին ես ասում եմ, թե քանի ընկերներ եմ ունեցել, շատ եմ սիրել թե քիչ։ Շատ կարևոր ինֆորմացիա է։ Հա, փաստորեն տրամադրված եկել ես, որ հոգուս հետ խաղաս։ Նայ ես չսկսեմ։ Ախր չսկսած պարտվելու ես։ Դա միայն քեզ թվում է։ Ես երբեք ոչ մի հարցում չեմ պարտվում։ Բայց ինձ պարտվել ես, չէ՞ արդեն։ Այդ ո՞նց։ Դե առաջի հայացքից սիրահարվելով։ Դավիթ, նենց ես խոսում, ոնց որ նախապես պարապել ես սաղ տեքստերդ։ Դե դա կոչվում է բնածին տաղանդ։ Ես հիմա քո հետ ոնց վարվեմ ու պահվածքիդ համարժեք լինի։ Ձեռքս բռնի, նոր քայլենք, դա շատ սիրուն է։ Կարաս ասես հիմա քեզ ուր եմ տանելու։ Երևի այգի։ Չէ, դու թթվածնի պակաս չունես։ Քո մոտ քաղցրի պակասն է։ Գնում ենք դրա բացը լրացնելու։ Որտեղ։ Ինչ ես մտածել, ուր ենք գնում։ Մի հատ թույն տեղ գիտեմ, շատ համով պաղպաղակ են վաճառում։ Քո նման սառը, իմ նման քաղցր։ Հենց ուտես ամեն ինչ շեղը կգնի։ Իսկ հիմա սկսի։ Ինչ սկսեմ։ Դե դու էիր ասում, հանդիպենք, շփվենք, ճանաչենք իրար։ Դու սկսի խոսալը, իսկ ես լսելը։ Բայց դու ինչ գժոտ ես, լուրջ եմ ասում։ Քերջան, այդ չես անում։ Հեչ։ Մի քանի հայտարարություն եմ նայում, լուրերին եմ ծանոթանում էլի։ Գիտես չէ, պապան էլա տենց։ Հենց գործից գալիս է տուն, հացա ուտում, հեռախոսը ձեռքն է վերցնում ու մենք իրան ուղակի կորցնում ենք։ Չէ, ես այդքան չեմ կարդում։ Հետո ինչ են գրում, որ այս լրագրողները որ կարդաս։ 2 րոպե կարդում ես, գլխացավդ պատրաստ է։ Հա, այդ ուրիշ, բայց եթե ուզում ես հանգստանաս, քուրիկիդ նման մտի YouTube, միացրուն արեք ու լսի։ Ես եթե 2 րոպե պարկեմ, չէ։ 2 րոպեից հետո խռմփոցդ աշխարհը կբռնի։ Այ բալա դե ինչ արեմ, ես քնած ժամանակ չեմ զգում, թե ինչ եմ անում։ Հա, Քերջան, դու կարևորը քո համար մուշ-մուշ քնի, ոչինչ, որ ես ու Միշոն ականջակալներով ենք քնում։ Ավազակներ։ Այ բալա, այս ուր ես գնում։ Ուզում եմ քաղաքով մի քիչ ման գամ, Քեր։ Ոչ մի ձև չեմ կարողանում կարոտս առնել։ Անդադ ուզում եմ ինձ ծանոթ վայրերով նորից քայլել։ Հասկանում եմ։ Ինչքան ժամանակը Հայաստանում չես եղել, կարոտած կնես, բա ինչ։ Կարոտածն է խոսքը չի, Քեր։ Ուղղակի գժվում եմ իմ հայրենիքի համար։ Այ բալա, ո՞մ հետ ես գնալու։ Միշոյի։ Չէ, Քեր, մենակ եմ գնալու։ Մի քիչ կլուսանկարեմ, մի քիչ շատրվանների մոտ կնստեմ, հովը կվայելեմ ու տուն կգամ։ Բայց լավ կլներ, որ Միշոյին զանգեիր։ Թող հետդ գա էլի, ես ավելի հանգիստ կլնեմ տենց։ Չէ, Քերջան, Միշոն գործի է, իմ հետ չի կարող գա։ Ես մենակ կգնամ, իմ համար էլ մի անհանգստացի, խոստանում եմ շուտ տուն կգամ։ Դե լավ բալա, գնա։ Նարե ջան, հələ մի րոպե։ Այս վերցրու կարող է սիրտդ մի բան ուզի, կներես, որ շատ չունեմ, թե չէ շատ կտայի։ Չէ, Քերջան, ես փող ունեմ։ Հա, ես գիտեմ, որ ունեմ, բայց ես էլ վերցրու, թե չէ կնեղանամ։ Չէ, Քերջան, այս պահի հենց պետք լինի անպայման կասեմ, չեմ ամաչի քեզնից։ Դե լավ, դե գնա։ Բայց շուտ կգաս, շուշանաս, հա։ Հա, Քերջան։
Նախշուն ջան, նայ այս խանութի ապրանքը այն մեկից շատ չի տարբերվում, բայց գնային ու շատիր նայի, կոմենտները կարդա, ու այս խանութից ավելի շատ են գնում։ Հայ Իդա ջան, ես ավելի էժան կդնեմ։ Հա, բայց ինչի պիտի էժան վաճառես։ Պետքա ծախսը հաշվենք ու դրա հիման վրա գնայինը դնենք։ Ոնց ասես, շեֆ ջան։ Մարի, Շուշի ինչ եղավ սուրճը։ Բերեցինք։ Դուք հիվանդին լավ դեղ հասցնող եք։ Մամ, դու էլ ես սուրճ խմում։ Հա, Ղաշանք Խոխա ջան, ընկել եմ Իդայի ձեռը, 3 բաժակ չայ եմ խմել, հիմա էլ անցել ենք սուրճին։ Հաց կերակ։ Հա, կերել են կամանները լվացել ու հավաքել են։ Ապրեք։ Դե, հիմա անցնենք գործին։ Ինչ գործ։ Շուշին ասեց ամեն ինչ արել ենք։ Սա ուրիշ գործ է։ Դուք պետք է օգնեք, որ Նախշունի գաղափարը ծաղկացնենք ու բիզնես սարքենք։ Նախ, այդ իմ գաղափարը չի, այլ քոնն է։ Վայ, չեմ վիճում, թող իմը լինի, բայց եթե քո ձեռքի շնորհքը չլինի, իմ գաղափարը ումա պետք։ Նորմալ բան կասեք, հասկանանք ինչ եք խոսում։ Ես ու Նախշունը որոշել ենք բիզնես սկսենք եւ դուք մեզ պիտի օգնեք, որ այդ բիզնեսը ռասկրուտ կանենք։ Տատի ինչեր ես խոսում։ Ինչ բառեր ես օգտագործում։ Հա ինչ։ Ես արդեն մանրից բիզնես լեդի եմ դառնում։ Ինչ պիտի անենք։ Դե քանի որ ավելորդ գումար չունենք Նախշունի համար խանութ բացենք, դուք պետքա օգնեք, որ օնլայն վաճառ տանենք։ Լավ բան ես ասում։ Ու քանի որ դուք Facebook-ից, Instagram-ից շատ լավ գլուխ եք հանում, պետք է մեզ օգնեք, որ գովազդանենք։ Իսկ պատրաստի նյութեր արդեն կա։ Դե հա, տանը տեց կարած մարած գործած բաներ կան։ Որ գնանք տուն կնկարեմ կուղարկեմ ես։ Տենց էջեր կան հայկական, կարանք հենց այնտեղ էլ ցուցադրենք։ Բայց ես այդքան ապրանք չունեմ։ Դե ոչինչ, միշև դրանք վաճառվեն, դու նորը կգործես։ Բայց նորի համար էլ փող չունեմ։ Դե չունես կունենաս։ Լավ էլի դա, ես քեզանից ու անուշից էլ փող չեմ վերցնելու։ Հա, բայց որ ճիշտն ասեմ, ես էլ չունեմ, բայց մի բան կանենք, այդ գաղափարը պիտի զարգացնենք եւ վերջ։ Ինչ որ հոտ չես առնում։ Հա, բայց չեմ հասկանում ինչ հոտա։ Ոնց որ ինձ թվում է խոհանոցից է, ինչ որ տենց խանձած հավի հոտ է գալիս։ Չէ՞։ Ես ինչ էր։ Էլե։ Ուզում էի սթեյք սարքեի կրակով, բայց ստացվեց ոնց որ միշտ։ Այդ դրա համար միշեմը կողքդ մի հատ տղամարդ ձևի համար չկա։ Բայ կարո։ Ինչ։ Լավ էլի կարո։ Իբր հալածողները քիչ են, դու էլ ես հալածում։ Հա, ճշմարտություն եմ ասում։ Մի հատ տղա որ կողքդ հայտնվի, այս թեյքի օրն ես գցելու։ Իսկ տղամարդիկ զգում են։ Դրա համար էլ մի հատ տղամարդ ձևի համար կողքդ չկա։ Որոշ չեմ հասկանում։ Այդ թեյք սարքելը ի՞նչ բարդ բան է, որ չես կարողանում սարքես։ Նավ գրողին լինի այդ թեյքը։ Հիմա ես մտածում եմ այս հոտը տնից ո՞նց է դուրս գալու։ Լիդ, չէի ուզում, որ սենց լինի։ Դու մեղավոր չես, ես եմ մեղավոր։ Ես եմ մեղավոր, որ այսքան տարի է քեզ ճանաչում եմ, բայց մեկը թողեցի մտնես իմ խոհանոց։ Թե ասա, Լիցա ջան, դու չգիտես, որ Էրենը որ օրա բան սարքողն է։ Ինձ ոտ եմ հիմա ինձ զգում։ Լուրջ։ Դե լավ, եղածա։ Իսկ կուզեք գնամ շատ համով բաներ հիմա ձեր համար պատրաստեմ, հետո կմաքրեմ խոհանոցը, նոր կգնամ։ Չէ։ Դու ոչ մի տեղը չես գնա։ Դու եթե մի անգամ էլ մտար խոհանոց, այս մեր տնից մենակ պատուանները կմնա։ Դու ավելի լավ քո վեշ-մեշուկա հավաքի, Էլեն ջան, սիրուն գնա մեր տնից։ Դու այսօր շատ ես կերել ու շատ ես հոգնել։ Իհարկե, եթե դու այնքան ես կերել, դժվար կարողանաս գնաս, բայց մի կերպ խնդրում եմ, գնա մեր տնից։ Քրո մեղքա։ Բաբեք մեղ չեք, ոչ ուտելու բան ունեք, ոչ խոհանոց։
Տենց համագ աղջիկ, Դավիթի հետ հանդիպել ես ընկերուհուդ մոռացել։ Լավ չես անում։ Համիշ։ Հոգնած չէր մարս։ Չէ, ժամին։ Լավ դե մի չղայնացի, ուշ ժամա դրա համար եմ հարցնում։ Հոբան չի եղել, որ զանգել ես։ Եղել է։ Ինչ ա եղել։ Կարոտել եմ քեզ, եկել եմ մի հատ սիրուն մռութը տեսնեմ, ասեմ, որ քեզ շատ եմ սիրում ու գնամ, այդ է եղել։ Ոնց, եկել ես։ Հա, այ որ մի հատ պատուանից հետ նայես, համար մի հատ օթային պաճիկ կուղարկեմ։ Վերջ, այսքանը Մարի, ժպտում ես ու վերջ, մեր չես ուզում, ասես ինչքան ես ինձ սիրում։ Դե, դա դու գիտես։ Հա, շատ բան գիտեմ, բայց անընդհատ ուզում եմ լսեմ քեզնից։ Ես դեռ բարկացած եմ քո վրա։ Ոչինչ դու բարկացած ասա։ Բարկացած ասեմ, որ սիրում եմ։ Հա։ Ես քեզ շատ եմ սիրում։ Ինչ։ Չլսեցի դու մի հատ էլ։ Սիրում եմ քեզ։ Հələ մի հատ էլ ասա նորմալ չի լսվում Մարի ջան։ Բարձր, ասա թող դոլորի լսեն որ երկուսով իրար սիրում ենք։ Միշտ մերում կլսեն, հարևանների մասն էլ չեմ ասում։ Մեկ է իմ համար ով ինչ կլսի։ Ասում եմ նենց գոռա որ բոլորը լսեն որ իրար շատ ենք սիրում Մարի։ Լավ էլի Միշ, իզուր պրոբլեմներ մի սարքի։ Լավ, սերես։ Բարի գիշեր, պատժում եմ քեզ, շատ սիրում եմ։ Լավ, սերս, բարի գիշեր։ Ես քեզ շատ եմ սիրում։ Բարի գիշեր։ Յա, էսի սիրուն աղջիկա, այսօր կուրս, այսօր ես ինձ գնում։ Ճանապարհ տվեք անցնեմ։ Մի րոպե, այսօր ես ինձ շտապում քուրս, մի րոպե սպասի։ Քո հետ եմ չես լսում, ճանապարհ տուր անցնեմ։ Ճանապարհ չկա, համբերի մի վարկյան։ Հա, ուշանում եմ։ Ուր ես շտապում, որը տենց։ Քո գործը չի, ճանապարհ տուր անցնեմ։ Մի վարկյան սպասի կգնաս էլ։ Քո, հավատնում ես, քո։ Բաց ախտեր։ Պատրաստվում ես երազանք պահել։ Չէ, ինչի՞ց ընդհատեցիր։ Դե անընդհատ երկնքին ես նայում, ինձ տպավորություն է, որ սպասում ես աստղեն գնի ու դու երազանք պահես, որ հաստատ իրականանա։ Չէ, ուղղակի վայելում եմ այս գեղեցկությունը։ Դες ինչ գեղեցիկ է։ Ու հետո շատ հազվադեպ է լինում, որ քաղաքում երկինքն այսքան պարզ է լինում եւ աստղերն այսքան պարզ երևում են։ Կարծես ադամանդներն ինեն երկնքով մեկ շախտված։ Իմիջալոց այդ ադամանդներից մեկը շուտով դառնալու է մատանի ու հայտնվի այդ սիրուն մատիկիդ վրա։ Անպայման պետք է ամեն ինչ փչացներ, չէ՞, տրամադրությունս գցեիր։ Այ քեզ բան, ուրիշ կանայք ադամանդի անունը լսում են, խառնվում են իրար, մարդ էլ կա տրամադրությունն է փչանում։ Կլինի ուղղակի լուր քայլես ու թողնես այս գեղեցիկ երեկոն վայելեմ։ Չէ ուզում տրամադրությունդ փչացնեմ, բայց չի լինի, որովհետև եթե ես լռեմ, ողջ երեկոյի հմայքը կորելու է։ Այս երեկոյի համն ու հոտը ապահովում է իմ խոսում ներկայությունը։ Հետո չես նկատել, ամբողջ երեկոյի ընթացքում մենակ լավ բաներ եմ ասում։ Ինչու ես այդպես նայում։ Սենց նայում եմ լուսնին, նայում եմ քեզ, ուզում հասկանամ ով է ավելի սիրում։ Չէ, բայց դու ոնց որ հաղթում ես։ Այսօր ի դեպ շատ շռայլ ես հաճույք խոսությունների մեջ, բռի չբան են թողել ես տանը։
Հա, այսօր ռոմանտիկին եմ հետս բերել։ Միջանից նույնը ես եի քեզ ուզում ասել։ Դու էլ ոնց որ լաչարդ ես թողել տանը վերալիցքավորման, հա։ Այո, ճիշտ գուշակեցիր։ Թողել եմ տանը, որ հանգստանա, ու քո ասած վերալիցքավորվի։ Ուրեմն սենց ենք պայմանավորվում։ Սրանից հետո լաչարիկիդ կթողնես տանը ու կտեսնես, թե ոնց ենք սկսում իրար կես բառից հասկանալ։ Չի լինի։ Ինչի՞։ Որովհետև ես չեմ կարող լուր հանդուրժել քո բռի վերաբերմունքը։ Ու մեր հարաբերությունների ողջ համնուտը քո ասած լաչարիկն է։ Եթե ամեն ինչ հարթ գնա, մի տեսակ մեր հարաբերությունները անհետաքրքիր կդառնան։ Սա գնում ենք իրար հետ լավ ժամանակ անցկացնենք։ Ինչ մի խառնվել ես իրար, հա, բերի, հա։ Թող ասում եմ, չես դու Ա լավ մի հատ հանգստացի, ինչ ես խառնվել իրար, սա գնանք լավ ժամանակ անցկացնենք։ Տեքսերը դատի ետեք գեր արա, հրթապը պախեք ստուցարը կան երկուսի չեն ստացում, դավը, Նարը ինչ ես անում, ստեղ են էլ ես ժամին մենակ։ Չգիտեմ, տիկ, ասնում էի, որոշեցի էստեղով անցնեմ, են էլ թիմարները դուրս եկան դիմացս։ Ռոբ դու ստեղ ինչ ես անում։ Իմ գործն եմ անում։ Արա քեզ չեմ ասեն, ինչ չհետևես։ Դե պապատ հակառակն ասե, տիկո աղբոր պես դու քո հոր հարցերը քո հետ կլուծես, համել որ մոտակայքում չլնեի, ինչ կլներ երկուսիդ հետ։ Լավ, Ռոբ, գնա։ Դե ես ընդեմ։ Հա, գնա։ Հն ոնց ես։ Լավ եմ, տիկ, նորմալ։ Լավ, միլացի, հետս հավասար կռիվ է իրանում։ Դե բա չէի թողելու դասարան ցուցեցեն։ Էդ ինձ էիր պաշտպանում։ Տենց հա դուրս գալիս։ Դե լավ, արի քեզ տուն ճանապարհեմ։ Չէ, մերսի շատ, ես մենակս կգնամ։ Տենց չի լինի։ Ինչի։ Դե բա որ երկուսը նորից հարցակվեն վրես։ Մենակ կլինեմ չեմ կարա հաղթներից կամ հետս կլինես գոնե կպաշտպանես։ Դե լավ, տիկ, համոզեցիր։ Դե արի գնանք։ Միշ ջան, ես ինչ է եղել, ինչ ես ընջղել ես։ Ինչ պտի լինի, պապ ջան, իբր բարեխիղճ գործ էիր գտե, 2 օր աշխատել գնացիր այդ փողի արաղ առար քեզ։ Ես ինչ ես խոսում, այ միշ ջան, ինչի մասին ես խոսում, ինչ է եղել։ Նեյդոյի մասին եմ խոսում, հենց նոր տուն էի գալիս տեսա թե հետի ոնց դուրս եկավ մեր շքամուտքից, էլի քփություն եք անում իրար հետ։ Այ միշ ջան, ոնց կարա տենց բան լինի, հա։ Դու շատ լավ գիտես, որ ես աչքով աչք չունեմ այդ անասունի հետ, չի կարա տենց բան լինի։ Ես հույս ունեի, որ կփոխվես, կամ մտքիդ կա գոնե փոխվել։ Հա, միշ, եթե ուզում ես իմանաս, դու այն ամենասկզբից էլ ճիշտ էիր այդ անասունի պահով։ Մենք մեծերս բաներ կա, որ ավելի ուշ ենք հասկանում ու նկատում, քան դուք երիտասարդները։ Չհասկացա, ինչ ա եղել, որ տենց հասկացել ես։ Կարող է դի մի բանով քեզ նեղացրել է։ Ուրեմն սպասի, կարող է։ Քեզ դուրսը մահացություն անելուց տեսել եմ օտիկացի ապուշ դուսա տվե, նեղվել ես։ Չէ, այդ կապ չունի։ Դու ուղղակի այդ անասունի հետ գործ չունես։ Այդ դրա գործը թող ինձ։ Այ պապ ջան, չեմ հասկանում, ի՞նչ է նշանակում թող ինձ։ Դու ուղղակի հեռու մնա այդ անասունից։ Ես չեմ կարող քեզ հասկանալ, պապ։ Հասկանալ պետք չի, դու ուղղակի ասածս արա ու վերջ։ Բա ոնց որ դու ես չէ իմ ասածը անում։ Քանի անգամ քեզ խնդրեցի, ասացի, որ դուրս էլ այդ գործը չանես, դա քո համար չի։ Տղա ջան, գործը։
Ինչի քո արած աշխատանքը հեշտ է, հա? Շատ է լավ ծանր աշխատանք է։ Ուղղակի ուզում եմ քո գործը մի քիչ թեթևացնեմ։ Այ բապ։ Հիշում ես ժամանակին ինչ կարգին մասնագիտություն ունեիր, ինչ անուն ունեիր, ինչ պատիվ ունեիր։ Հա։ Ամեն ինչ էլ շատ լավ հիշում եմ, շատ լավ։ Ուղղակի ձեռքից ես բաց թողեցի։ Հիմա ոնց որ լրիվ զրոյից պետք է սկսեմ։ Ուֆ, բապ, ես քեզ չեմ կարող հասկանալ։ Միշ ջան, հասկանալ պետք չի։ Ուղղակի ընդունի արածս ու ասածս։ Ամեն ինչ լավ կլինի, խոսք եմ տալի։ Ես Նարեն ուրացունը չի։ Չէ։ Գնացել է ման գալու, մինչև հիմա չկա։ Ես մեր Ֆարադեյը չի։ Ես ոնց է սիրունացել այ մարդ։ Ինչպես ես պատկերացնում, ես 2 օրով քեզ հետ ինչ-որ մի տեղ կամ։ Ուղղակի անհեթեթություն է ասածդ։ Բայց ես քեզ չեմ հարցնում, դու գալիս ես թե չէ, ես քեզ ասում եմ գնում ենք ու վերջ։ Լույս քեզ տեսնողին Նարե ջան։ Ես ինչ ես անում մինչև այս ժամին դրսերը։ Արի վերս։ Դու ուստա ինչ ես անում, արա։ Ռիպոկ, խելտ ենք ագրեսիվ։ Դու էլ մալադեց, լավը նկատեցիր ինձ։ Այսինքն, Ոչ մի բան։ նորմալ բան կասես հասկանամ։ Ես քո հետ խոսալու ոչ մի բան չունեմ, գնա Դավոյթ հետ խոսա։ Բան, ես կարծում եմ, որ կարծես ես փորձանքի մագնից լինեմ։ Բոլոր փորձանքները քաշում եմ ինձ։ Լավ, Ֆարադեյ կլինի այդ կաթետրը երակից մեջից հանես, այն մնացած արունն էլ ինձ թողնես։ Հերիքանով նվազ։ Չէ, միևնույն է, դու ինձ չես հասկանա։ Տիկին Մկրտչյան, բայց խնդրում եմ էլի մի հատ ամեն դեպքում գնայեք։ Այս հոդը հաստատ օթից չեք ավելի դասը։ Անհնար է դա։